Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ռեբեկան է։ Ոնց Ռեբեկան է։ Կարող է փոշմանելա ու եկելա որ խոսանք։ Չբացես հանկարծ Արամ, խնդրում եմ քեզ աղաչում եմ դուրը հանկարծ չբացես, հա։ Բայց չկա։ Եթե հանկարծ դուրը բացես, Ռեբեկան գա ինձ այստեղ տեսնի, ես չգիտեմ ինչ կլինի, խնդրում եմ, էլի, շատ եմ խնդրում մի բացի դուրը։ Էլկա կարող է հետս մարդկանց հաշտվելու միակ շանսն է։ Հա, բայց ես ինչ անեմ, պատկերացնում ես, հանկարծ Ռեբեկան գա ինձ այստեղ տեսնի, կսպանի ուղղակի Ռեբեկան ինձ։ Ինչ անում։ Չգիտեմ։ Բայց ես գիտեմ, որ դու տանն ես ու ես ոչ միտեղ չեմ գնալու։ Ես քեզ վերադարձնելու բան ունեմ։ հա, լավ ասենք թե չբացեցի, բայց մեկը ձեր ավտոն չի տեսնելու ներքևով որ կանգնած է, ավելի լավ չլինի բացել։ Չէ, մեքենան հետևի հատվածում է կանգնած։ Ես ուր եկանք։ Արամ, կներես, էլի ուղղակի ես իրոք կյանքի մահվան հարց է հիմա։ Հա, բայց համել իրանց հարաբերությունների հարցն է, չէ, Էլկա։ Լավ, բան չկա։ Մի նեղվեք։ Դուք սրան նայեք, որ Վահեի տան դուռը իմ առաջ չի բացում։ Բանալի։ Հա, Բանալին եմ հանգալիս։ վերջ։ Այ հիմա իսկականից կորած եմ, վերջ։ Ինչ հետաքրքիր է, չէ, երեխաների մտքի թռիչքը։ Ցավալի է, որ այս տարիքում երազում են հրաշքների, հեքիաթների, տիեզերքի մասին, բայց հետո բախվում չոր ու դառը իրականության հետ։ Հա, բայց դե ինչ ուզում ես ասա, լավ է, որ նման երազանքներ ունեն։ Այդ նշանակում է իրանք էլ իրանց հասանելիք մանկությունն են ապրում։ Հա, ճիշտ ես։ Կորի դեպ շատ լավ գինի ես ընտրել։ Դե գինիներից մի քիչ հասկանում եմ։ Դե համեստություն մի արա։ Լավ, կարդանք գոր։ Արի սկսենք հենց Տաթևի շարադրությունից։ Գոր, խնդրում եմ մի լարվի։ Հիշի, որ մենք սա անում ենք այդ երեխային օգնելու համար։ Հիմա, եթե դու լարվես, մենք ավելի արագ մեզ կմատնենք։ Բայց հիմա այստեղ մենակ ենք։
Ահա, բա որ մենակ ենք, այսպես լարվում ես, բա հետո մնացածի մոտ ինչ ա լինելու։ Չես զսպելու քեզ։ Լավ, ինչպես միշտ ճիշտ ես։ Արի կարդանք։ Վերջ։ Սկսեցինք։ Ողջույն, ես Տաթևն եմ։ Այն աղջիկը, որ բոլորին ասում է, թե երազելն անիմաստ է, որովհետև հրաշքներ գոյություն չունեն։ Որովհետև երազելն ընդամենը ժամանակի կորուստ է, որը այդպես էլ չի իրականանալու։ Ու ես նաև այն աղջիկն եմ, որ ամեն օր սպասում եմ մութ ընկնելուն, որ իր տաքուկ անկողնում բոլորից գաղտնի, փայփայի իր բաժին երազանքները։ Գոր։ Հենց այսօր պետք է այդ բանալին տանը թողեի։ Լսի Արամ տղա, ես քեզ թույլ չեմ տալիս, որ այս տանդրները իմ առաջ փակես։ Եթե ինձ բան ունես ասելու, հենց հիմա ճիշտ ժամանակն է, դուռը բաց ու ասա ինչ որ պետք է ասես։ Հերիք եղա, բաց։ Լսի, ես գիտեմ, որ դու ներսում ես, ես ձայներ եմ լսում, հասկանում ես, բաց դուռը։ Արամ։ Եթե քեզ թվում է, որ այս պահվածքդ քո վրա էժան է նստելու, ասեմ իմանաս, որ սխալվում ես։ Ես եկել էի, որ քեզ փոխանցեի այն ինչը չպիտի ինձ ուղարկեիր։ Մտածում էի, որ ամեն դեպքում կարելի է հետդ լեզու գտնել ու խոսել։ Բայց դու էլի ապացուցեցիր, որ ես ամեն դեպքում սկզբից էլ ճիշտ էի։ Էլիկա, մենք մեր հարցերը էլի կհասցնենք լուծենք։ Բայց հասկանում ես, որ չբացելը այս մարդկանց համար կարա ճակատագրական լինի։ Արման, եթե հիմա ինքը դուրը բացի ու Ռեբեկան գա մեզ տեսնի Արամին էլ մեր հետ, հաստատ ինքը մտածելու է, որ Արամն էլ մեր հետ կապ ունի, ու Արամին ջնջելու է իր կյանքից, հասկանում ես, այնպես որ հիմա դուրը չբացելը երեքիս էլ ձեռնտու է։ Դե իսուր էլ եկանք։ Գիտես ինչ կա։ Ուզում ես բացի, չես ուզում մի բացի, բայց ես առաքումդ քեզ պահի, ինձ պետք չի։ Ոնց որ գնաց, հա։ Աղբերս կներես, որ իմանայինք սենց հաստատվելու չէինք գա։ Դու քեզ վատ մի զգա, նորմալ է ամեն ինչ։ Արամ ջան, իրոք կներես։ Ես հասկանում եմ, որ ես քո Ռեբեկայի խոսելու բացառիկ հնարավորությունները, որովհետև իմ իմացած Ռեբեկան չեր գա ու այստեղ չէր հասնի։ Բայց ինձ էլ հասկացի էլի։ Ժողովուրդ լավ, արդեն ես էլ եմ ինձ վատ զգում, ասում նորմալ է ամեն ինչ։ Ես մի բան կմտածեմ ու սիրտը կշահեմ։ Կոֆե կխմեք։ Չէ, ավելի լավ է մենք դուրս գանք, դու էլ գնա Ռեբեկայի հետևից։ Չէ, դե տենց ավելի վատ կստացվի։ Մի քիչ թող սպասենք, դուրս կգաք։ Մի քանի օրից իմ ծնունդն է ու ես հիմա չեմ կարողանում ուրիշ բանի մասին մտածել։ Ինձ թվում է այս լավ առիթը կարելի է ճշտել հստակ օրը։ Հա, իմ մտքով էլ նույնն անցավ։ Եվս մի հրաշալի առիթ, որ կարողանանք մեր օգնությունը տեղ հասցնել։ Լավ, արի շարունակենք։ Իմ ընկերուհիները երազում են տիկնիկների, զգեստների, այլ երկրներ գնալու մասին, իսկ ես երազում եմ գոնե մի անգամ ունենալ այն ծնունդը, որն ունեցել եմ 2 տարեկանում, երբ դեռ ողջ էր հայրս։ Իհարկե, նույնը չի կարող լինել, որովհետև այդ ժամանակ հայրս դեռ կողքիս էր, իսկ հիմա ես ու մայրս մենակ ենք։
Ես չեմ հիշում հորս ու չեմ հիշում 2 տարեկանում ունեցածս ծնունդը, բայց երբ մայրս պատմում է, հասկանում եմ, որ ծնողներս ինձ համար հեքիաթ են ստեղծել։ Արդեն մի քանի տարի է, որ ձևացնում եմ, թե ծնունդից նախօրեին վատ առողջ եմ, որովհետև ծնունդ չնշելու ուրիշ բացատրություն չեմ գտնում ընկերներիս ու երևի նաև ինքս ինձ համար։ Չեմ ուզում, որ մայրս էլի տխրի ու վատ զգա։ Երևի դրա համար էլ անդադար խոսում եմ երազանքների կեղծ լինելու մասին, որովհետև գիտեմ, որ իմ ամենամեծ երազանքը մորս համար շատ ավելի մեծ ցավ կարող է լինել։ Ինձ պատմել են, որ մինչև հորս մահը ես շատ եմ ունեցել հեքիաթային օրեր։ Ես նկարներ ունեմ, որտեղից ինձ է նայում արքայադստեր զգեստով ու երջանկության չափը լիարժեք չգիտակցող երեխան, որը այլևս ես չեմ։ Ես չեմ երազել երբեք հրաշքների ու թանկարժեք խաղալիքների մասին։ Իմ երազանքը գուցե ինչ-որ տեղ ծիծաղ առաջացնի, բայց ես իսկապես երազում եմ ծննդյանս օրը ինձ կարևոր ու երջանիկ զգալու մասին։ Ես վաղուց նման զգացողություն չեմ ունեցել։ Ատում եմ քեզ, Արամ։ Բայց մեկը շատ համով ես պատրաստում։ Եթե իհարկե դու ես պատրաստել։ Իրոք շատ վատ բան ստացվեց։ Հա, անկախ ամեն ինչից լավ բան չեղավ։ Իրոք ես չպիտի այդքան ստիպեի ու գայի հետդ Արման։ Եթե չգայի հետդ դու մենակ այնտեղ լինեիր, ոչ մի խնդիր չէր լինի։ Գիտի չէ, որ ընկերներ եք։ Հա, գիտի։ Դե լավ, եղած է։ Արամը մի բան կանի հաստատ։ Դու ավելի լավ է հիմա գնա ներս, որ Ռեբեկան մեզ միասին չտեսնի։ Լավ, բայց եթե մի նորություն լինի Արամի հետ խոսես, անպայման ասա, էլի։ Կասա։ Հն, Չէ, բան չէ։ բա ինչ ես տենց նայում։ Անցավ ջղայնությունը։ Իսկ դու ինչ գիտես, որ ես ջղայնացած էի։ Հա, լավ, երևի այնքան ջղայնացած եմ տնից դուրս եկել, որ դեռ այդ ազդեցության տակ ես մնացել։ Այ ապրես, հա։ Այնքան արագ վերցրիր առաքումը դուրս եկար տանից, ես մտածեցի պետքա պատրաստվել 3-րդ համաշխարհայինին։ Կլինի փակես թեման։ Էլ չեմ խոսում։ Ուր։ Գնամ հագուստս փոխեմ ու գամ։ Մի խոսքով այսքան։ Հիմա հասկանում ես ես ինչ եմ արել։ Հասկանում ես։
10 տարեկան երեխա է ու ասում չեմ հիշում երբ եմ վերջի անգամ ծնունդս նշել։ Լսում ես հա ինչ ասում։ Ասում ուզում եմ ինձ երջանիկ ու կարևոր զգամ։ Վաղուց այդպիսի զգացողություն չեմ ունեցել։ Հիմա ես երեխուց ու իր խոսքերից այն կողմ ավելի խիստ դատավոր կարա լինի իմ կյանքում։ Իրականում ես էլ ազդվեցի Գոր։ Երևի մայրը ամուսնու մահից հետո այդպես էլ չի կարողացել վերականգնվել ու այդ ամեն ինչի կրողը երեխան է դարձել։ Ասում եմ ուզում եմ օգնեմ, բայց ես այդ ինչ պետք է անեմ, որ կարողանամ այդ երեխու այդքան կարևոր, բայց չապրած էմոցիաները հետ բերեմ։ Գոր, հասկանում եմ քո զգացողությունները, բայց խնդրում եմ քեզ ավելի մի տանջի։ Ես ու դու երբ Տաթևին օգնելու մասին խոսում էինք, երկուսս էլ գիտակցում էինք, չէ՞, որ այդ պատմությունն ավելի շատ ցավոտ կողմեր ունի։ Այդ ամեն ինչը իմանալը ուրիշ բան է, բայց այ հենց այդ բախումը շատ ցավալի է։ Ու ցավալին ամենն է, որ ես հասկանում եմ, որ այս դեռ սկիզբն է։ Դե հա, հասկանում եմ, բայց ես ու դու առաքելություն ունենք։ Դա սկսել ենք ու հիմա թուլանալու իրավունք չունենք։ Գոր, եթե դու թուլանաս, ինձ ով է ուժ տալու։ Ես աշխարհն էլ իրար կխառնեմ, ես ամեն ինչ կանեմ, եթե իմանամ, որ դու քո ողջ ուժով ու աջակցությամբ իմ թիկունքում ես։ Ես ու դու թեկուզ ինչ-որ չափով Տաթևի առաջ մեղքը քավելու համար իրավունք չունենք հանձնվել։ Քեզ էլ ինձ հետ միասին ստիպում եմ, որ մեղքով ապրես։ Եթե ուզում ես ճիշտն իմանալ, դա ոչ իմ մեղքն է, ոչ էլ քո։ Սար։ Գոր, խնդրում եմ։ Ես էլ չեմ խոսի, ես էլ ոչ մի բառ չեմ ասի, բայց առավոտյան պիտի տեսնեմ լրիվ ուրիշ Գոր։ Ես պիտի իմանամ, որ մենակ չեմ։ Պիտի իմանամ, որ դու իմ կողքին ես։ Երևի ես իմ բոլոր մեղքերի կողքին, ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մեկին, երևի շատ մեծ լավություն եմ արել, որ Աստված քեզ ինձ ա ուղարկել։ Ես քեզ շատ եմ սիրում։ Դե գնա։ Գնա հիմա տուն, ես քեզ վաղը կզանգեմ, մնացած ամեն ինչ կխոսենք։ Լավ։
Էլկա արթնացի։ Էլկա, ես էլ չեմ կարող քեզ երկար ժամանակ արթնացնել, արդեն կուշանամ աշխատանքից, զարթուցիչդ 1000 անգամ զանգեց։ Էլկա, լսում ես, վեր կաց։ Ռեբեկա, կթողնես քնեմ։ Լավ, դու գիտես, որ ուշանաս ինձ հետո չմեղադրես, ես գնացի։ Լավ բրծա։ Էլկա ի՞նչ ես անում։ Մենակ ես, չէ՞։ Հա, մենակ եմ, բայց ինչ ա եղել։ Ռեբեկան գնաց։ Հա, գնաց, բայց կասես ինչ ա եղել։ Ռեբեկայից ես թաքնվում։ Չեմ թաքնվում։ Կամ էլ թաքնվում եմ։ Մի խոսքով սար ուղղակի չեմ ուզում ինձ մատնամ, ահա որ վախենում եմ։ Ազնիվ խոսք ոչ մի բան չեմ հասկանում։ Դասից ուշացա։ Ինձ կներես էլի պիտի դուրս գամ արագ։ Էլկա ոնց հասկանում եմ, այսօր օրդ բավականի խառն է, հա, սկսվել։ Դե թե հաշվի առնենք, որ երեք մահից եմ փրկվել, այսօրը իրավունք ուներ խառը սկսելու։ Էլկա լավ ես։ Չէ։ Բայց ինձ կներես էլի պիտի պատրաստվեմ, հետո կպատմեմ, հա ինչ ա եղել։ Ես դուրս եմ գալիս, պապիկը ինձ ա սպասում, Արմանն էլ դրսում ա, տպարան ենք գնում։ Դու հանգիստ պատրաստվի։ Ամեն դեպքում կարող եմ քեզ օգնել։ Իբր ես շատ գիտեմ ինչ եմ անում, դու էլ օգնես։ Սարան եկել, հա։ Բարև Արսեն ջան, լավ եմ, դու ոնց ես։ Բարև, կներես, ուղղակի հիմա ահավորնի արդայնացած եմ։ Սարան եկել, հա, թե չէ։ Չէ, դեռ չի եկել, բայց ինչ-որ բան է եղել։ Կարևոր չի։ Առաջինը, որ ստեղ գա, ինձ կասես, լավ։ Լավ, կասեմ։ Բարև ձեզ։ Ինչի ես եկել դու ընդհանրապես։ Ոնց ինչի ես եկել դու ընդհանրապես։ Ես ուզում եմ մեկնել հանգստի, գիտեմ, որ ստեղից ավելի լավ առաջարկ ոչ միտեղ չեմ գտնի, դրա համար էլ եկել եմ։ Ինչ-որ խնդիր կա։ Չէ, ոչ մի խնդիր չկա։ Այսինքն կարող եք ինձ օգնել։ Իհարկե կօգնենք։ Դուք միայն ասեք, որ ուղղությամբ եք ուզում մեկնել։ Ինչքան հնարավոր է հեռու։ Հեռու։ Հա, հեռու։ Այնքան հեռու, որ կարողանամ անել են, ինչի համար որ ուզում եմ գնալ։ Իսկ ինչ եք պատրաստվում անել։ Պատրաստվում եմ չգիտեմ այդ հատուկ պատրաստվելով է թե չէ, բայց պիտի մոռանամ։ Ում չէ, ինչը։ Չստացված ընկերությունը, չհասկացված լինելը, մարդկանց իրանց պատմություններով հանդերձ։
Ինձ թվում է այս աշխարհում գոնե մի կետ կգտնվի, որտեղ կարող եմ հանգիստ ապրել ու կյանքը սկսել զրոյից։ Բարև ձեզ, պարոն Սարյան։ Բարև Գայան։ Բարև։ Արսեն, Սարան հենց նոր Սարոյանի հետ եկավ տպարան։ Լավ։ Պապի, ես ստացել եմ շարադրություններն ու ընթերցել եմ գիշերը։ Հասկանում եմ, որ այդ նախագիծը միայն իմ որոշումների արդյունքում չի, որ պիտի կայանա, բայց մի շարադրություն կա, որ շատ է կպել հոգուս։ Ես շատ կուզեմ, որ հենց այդ գրող աղջիկը հաղթի, եթե իհարկե դու դեմ չես լինի։ Չէ, ինչու պիտի դեմ լինեմ։ Նախագիծը քոնն է, միտքը նույնպես։ Դե որ միասին պիտի ընթերցեինք, որոշեինք։ Ես լիովին վստահում եմ քեզ, Սարո։ Այնպես որ եթե որոշել ես, որ այդ երեխան պիտի հաղթի, ուրեմն այդպես էլ կլինի։ Իդեպ, ձեր հարսանեկան պատրաստությունից ինչ կա, ոչ եք դանդաղում։ Պապի, դու ինձ էլի զարմացնում ես, շտապում ես ազատվել ինձնից։ Չէ, պարզապես ուզում եմ հավաստիանալ, որ ամեն ինչ կարգին է եւ որ դու երջանիկ ես։ Իդեպ, քույրերիդ էլ մասնակից դարձելու հարսանեկան գնումների հետ կապված, կարծում եմ դա ձեր հարաբերությունները ավելի կհարթի, թեև համոզված եմ, որ ներկայումս ոչ մի խնդիր չկա, բայց ամեն դեպքում։ Հա, անպայման կասեմ, հաստատ ինձ շատ հարցերում պիտի օգնեն։ Ուզում եմ շատ ջերմ ու արևոտ տեղ առաջարկեք, որովհետև առանց հետ էլ ես վերջում իմ կյանքում սառը, չոր ու կոպիտ իրավիճակները քիչ չէին։ Ուզում եմ այնպիսի տեղ գնալ, որ կարողանամ հանգիստ մտածել ու հասկանալ, թե ես որտեղ սխալվեցի։ Լավ, այդ դեպքում կարող եմ ձեզ առաջարկել մեկտեք Թունիս։ Հիմա այնտեղ կլիման բավականին լավն է, ձեզ դուր կգա։ Միայն խնդրում եմ ասեք, ինչ նախընտրություններ ունեք, օրինակ, հյուրանոցի հետ կապված, սնունդի, կամ հյուրանոցը ծովին մոտ լինի, թե դա կարևոր չի։ Ես ամբողջությամբ ձեզ եմ վստահում։ Չէ, բայց այդպես ախր չի լինի, է։ Հաճախորդը ես եմ, չէ։ Արամ։ Գնեք, մենք ծանոթ ենք, թե ուղղակի շփոթեցիք։ Չէ, ուղղակի շփոթեցի։ Լավ, այդ դեպքում մենք առաջարկում ենք ձեզ ամենալավ հյուրանոցներից մեկը, ամենահամեղ սնունդով եւ բարձրակարգ սպասարկմամբ։ Իդեպ ձեզ հենց օդանավակայանից կուղեկցեն եւ կլինեն ձեզ այդ ամբողջ ուղևորության ընթացքում։ Հյուրանոցը կլինի հենց ծովի ափին։ Ուղղակի ես չգիտեմ, 2 օրվա աշխատողը իրեն կարող է թույլ տալ նման հանգիստ, թե ոչ։ Ես եթե ինչ-որ մի բան ասում եմ, պարտադիր անում եմ։ Ու կապ չունի այդ վերաբերում է հանգստին, թե պարտված գրազի։ Կխնդրեմ ձեր առաջարկներն ուղարկեք իմ էլեկտրոնային փոստին։ Գրեք ձեր էլեկտրոնային փոստը։ Շնորհակալություն, ստեսություն։ Հաջողություն։ Սպասի մի րոպե։
կներեք։ Չնայ որ դերից դուրս չի գալիս։ Մի հատ կարաս դուրս գաս։ Ինչ նկատի ունեիր ասելով, որ ես իմ խոսքի տերը չեմ ու ես իմ խոսքի արժեքը չգիտեմ։ Այդ դու ես հենց հիմա ասում։ Լավ, այդ դեպքում ես համաձայն եմ։ Ինչի՞ն։ Գրազը կատարելու։ Գրազի պայմանավորվածությունը կատարելու։ Ես երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ասի, որ ես իմ խոսքի տերը չեմ կամ չեմ կատարում իմ տված խոստումը։ Դրա համար ես կլինեմ քո ընկերուհին։ Այն դեպքում, երբ այդ աղջիկը լինի մեր մոտակայքում։ Հա։ Հա։ Բայց դրանից հետո մենք կմոռանանք մեր մասին։ Լավ, ոնց կուզես, բայց բացի ընկերուհիս լինելուց ամեն պիտի օգնես ինձ, որ ես ավելի շուտ հասնեմ այդ աղջկան։ Դու ուզում ես, որ մենք շուտ ազատվենք, չէ՞ իրարից, ես էլ եմ տենց ուզում։ Ու ինձ թվում է, որ քեզ այդ ավելի ձեռք կտա, որ ինձ օգնես։ Լավ, պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Ռեբեկա, գիտեմ, որ աշխատանքի ես, դրա համար չեմ զանգում։ Ուղղակի մի խնդրանք ունեմ քեզ։ Կարող ես աշխատանքիցդ հետո գալ տպարան, միասին գնանք հարսանիքի համար մի քանի գնումներ կատարելու։ Կլինի, ուղղակի քո ճաշակն ինձ շատ է դուր գալիս, ուզում եմ ինձ օգնես։ Մեծ հաճույքով, Սար, գործից հետո կգամ տպարան։ Ինչ լավ է, ուրախացա, շնորհակալ եմ շատ։ Քո աշխատասենյակը վաղուց կարծեմ փոխվել է, Արսեն։ Հա, այստեղ չեմ աշխատում։ Ինձ տարել չգիտեմ որտեղ ես տեղավորել, որ քո հետ խոսալու ձև չունենամ։ Իսկ դու ինչ ունես ինձ հետ խոսելու։ Գործնական հարցերով կարող ես դիմել քեզ հետ աշխատող աղջիկներին։ Իրենք բոլոր հարցերին տիրապետում են։ Բայց կարող եմ հարցային հարցնա, որ մենակ դու կարաս պատասխան տաս։ Ես ո՞նց անեմ։ Հենց հիմա դուրս արի դու ինձ խանգարում ես։ Լավ, ուրեմն ես կգնամ։ Սպասի։ Ինչ ես անում։ Ձեռքդ։ Դուրը փակա։ Ես կատակ չեմ անում, Սարա, մենք հենց հիմա պետքա խոսենք։ Արսեն, սա տպարան է։ Օֆիսային տարածքը այդ պատճառով ես չեմ ուզում այստեղ աղմուկ բարձրացնել։ Բայց եթե դու այսպես շարունակես, ես ստիպված կլինեմ։ Ինչ։ Ինչ պիտի անես։ Ինչա հետդ կատարվում։ Ինչ էլ կատարվում է։ Դու ես մեղավորը, Սարա, ուրիշ ոչ մեկ։ Պարոն Սարյան, ձեր ջուրը։ Հա, շնորհակալ եմ։ Սարան դեռ չի եկել, պիտի թղթապանակներ բերեր։ Չէ, դեռ չի եկել։ Կուզեք ես գնամ բերեմ։ Չէ, հարկավոր չի։ Ես պիտի դուրս գամ։ Ոչ միտեղ չես գնալու։ Խելագարվել ես, ինչ ես անում։ Կներես, ես հիմա նենց ռիսկի չեմ գնում, որ չկարողանամ ասելիքս ասել։ Ասում եմ մի կողմ քաշվի, ես պիտի դուրս գամ։ Չհասկացա։ Անջատեց։ Կուզեք ամեն դեպքում ես գնամ բերեմ թղթապանակը, կարող է Սարային հարմար չի։ Սարա, ես գիտեմ, որ անկախ ամեն ինչից դու իմ հանդեպ զգացմունք ես ունեցել։ Հիմա հասկանում եմ, կյանքը փոխվել է, հարուստ պապի պես գտել, փողի համեստ տեսել, հետնել հարուստ տղա է քեզ սիրարվել ու դու չես կարողացել հրաժարվել այդ ամեն ինչից։ Հասկանում եմ։ Բայց դու Գորին չես սիրում, չէ՞։ Ես գիտեմ։ Սարա, ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ պատրաստ եմ բոլորից թաքուն հետդ հանդիպել։ Ոչինչ, թող բոլորը մտածեն, որ դու Գորին ես սիրում, բայց
Սարա։ Սարա։ Ով կա ներսում։ Սարա։ Ինչ ես անում։ Սարա։ Սխալ հասկանում։ Մի հատ ձայնդ կտրում մի կողմ քաշվի։ Բարը ձեզ, պարոն Սարոյան։ Դե լավ, ես երևի արդեն գնամ։ Կներեք։ Լավ ես։ Չէ, պապի, լավ չեմ, ահա որ ջղայնացած եմ։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ պիտի բացատրես։ Ես չեմ խնդրում, որ դու արդարանաս։ Հա, բայց հիմա երևի ինչ ասես մտածում ես իմ մասին։ Չէ, ոչ մի բան էլ չեմ մտածում։ Դու թղթապանակներ պիտի բերեիր։ Շատ ուշացար, դրա համար էլ ես ստիպված եղա բարձրանալ։ Դուրն ինչ էր փակ։ Արսենն էր փակել, որ իբր միասին խոսենք, ոչ ոք չխանգարի մեզ։ Չգիտի, որ պատրաստվում ես ամուսնանալ։ Գիտի, հենց էտա որ շատ լավ գիտի։ Ուղղակի ինքը առիթը բաց չի թողնում, որ ինձ ու գորի խանգարի։ Էս էլ արդեն որերորդ դեպքներ։ Մինչև կոկորթես կուշտեմ, բայց էլ չեմ կարողանում լռել։ Ամեն անգամ մտածում եմ, դե լավ, մարդ է կհասկանա, հաշվի եմ առնում մեր հին ծանոթներ լինելը, բայց չէ, արդեն հերիք է։ Ինչքան լռում եմ, այնքան մտածում եմ, որ երևի իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ։ Այսինքն, ինչ արել։ Հիմա կասեմ։